Մի բան ասեմ, բոլոր միամիտներին եւ ոչ միամիտներին։ Ես վստահ եմ, որ ովքեր որ գիրք են կարդացել, դե մենք շատ կարդացած ժողովուրդ էինք, չէ՞։ Հիմա է որ վիճակը ուսանող չկար, կրթություն, որ Դեկամերոնը կարդացած չլներ եւ հոգեվորականների հարազները կարդացած չլներ։ Նույնիսկ եթե մեկից Դեկամերոնը վերցնում էիր, ես ունեցել եմ գիրք, տվել եմ Այն լավ էջերը քրքրված են եղել, ընդգծված, այնպես որ այստեղ ոչ մի նորություն չկա, բայց կա մաքրվելու հարց։ Ես ինչ ասեմ, կողմ չեմ դրան։ Տեսանյութերի տարածմանը դրա։ Ինչ է նշանակում երեխեքը նայում են, բա մեծերը չեն նայում, անձնականը պիտի մնա, բայց դրա համար հայեի, եկեղեցու էջմիածնական էս մեր եկեղեցու վերնախավը վերևում գտնվողը, դա վերնախավ չի էլ, պիտի կամավոր հրաժարականներին գնալ, քանի անգամ եմ ես ասել եթերով, ես մենակ չէ կիրակը, հրաժարական տվեք, դուրս եկեք, մեկ է տարբերակ չունեք, օրինակ հիմա իրենց մնալու տարբերակ ընդհանրապես չկա, ցանկացած իշխանություն չի հանդուրժի անկախ եկեղեցի իրա կողքը անգա բացառված է հայոցը չլինի, վրացը լինի, այդ ձևեր են, օրինակը իրենց սիրելի Ռուսաստանը, դուք պատկերացնում եք Կիրիլը կանգնի, Պուտինի հետ վեճ անի, մի հատ, հերվից, մոտիկից, ինչ կանեն, քարատեն, հակաքրիստոս էլ վերեն կգրեն, կշպրտեն, ինչու Հայաստանում իշխանություն չի, Էնել են պայմաններում, որ մենք անկախ իշխանություն ենք, պատերազմ բերած իշխանություն ենք, զոհեր տվող իշխանություն ենք։ Այդ հարցը կարծում եմ, որ ես նորից ասեմ, չնայած ողջախոհություններին չեմ հավատում, այլևս հավատում էի, որ ուրեմն այդ հակապետական այդ վերնախավը կունենար խոհեմություն կամավոր դուրս կգար։ Հիմա ինչ եղել է, որտեղ հարմար չէ։ Իսկ իշխանության քայլերը խոհեմ են։ Իշխանությունը պարտավոր է կարգուկանոն հաստատելու եւ ես դժգոհ եմ, որ ուշացրել է։ Պատարակը կրկնվելու է այս կիրակի, սա ճիշտ է։ Մի ընկեր չեմ հիշում, Facebook-ում կարդացի, կարծեմ Թումանյան, կարծեմ Բերլինում է ապրում, Թումանյան ինչ էր անունը, ինչ որ է, ասեմ, ինչ է գրել, ասում է, վերցնում ենք մոդել անապատում ենք, թե ինչ, և ժողովուրդը պատարակի կարիք ունի, քահանա էլ չկա։ Եվ ասում է հազարավոր մարդիկ են և պատարակ է, հայ մարդիկ են պատարակ։ Ասում է մեկը քաղաքացիական, և պատարակը հրաշալի գիտի և պատարակը անցկացնում է, ասում է դրա պատարակը վատն է, քահանայի լավն է, վարչապետը ընտրել է այս ճանապարհը, կառավարությունը, ես կարծում եմ շատ էլ վարչապետի չմի, որտեղ կառավարության նախագահն է, չէ, եւ ՔՊ-ին չպիտի բերել, դա կառավարությունը պատասխանատու է երկրի անվտանգության զարգացման համար, նաեւ եկեղեցին մաքուր պահելու համար է պատասխանատու, ճիշտ է։ Ես բանաձևն ասեմ, եկեղեցին չի կարող անկախ լինել, եկեղեցին ավտոնոմ է, իր ավտոնոմ իրավունքներ ոչ մեկը չի խախտում, բայց որ իշխանությունը պարտավոր է կարգուկանոն հաստատելու հարկային ոլորտում, նյութական, իրենց սրբատեղիների պաշտպանության հարցում, նաև ունեցվածքի հարցում, մենք գիտեք, որ մեր եկեղեցին հազարավոր տարիների ընթացքում հազարավոր նյութական արժեքների դեր է, այս բոլորին կառավարությունը պատասխանատու է։ Հիմա ինչու է այս վերնախավը այսպես իրեն պահում։ Երկու կողմ չկա այստեղ։ Կա կառավարություն, որը պարտավոր է եկեղեցու հետ հարաբերություններ կարգավորի։ Եկեղեցուն ռամկեքի մեջ բերի, սահմանադրական։ Ինչ ձևով ուզում է լինի։ Ես չէի անի, ես ասում եմ, ես դա չէի անի, ինչ կանեի։ Ես են նախնական, եթե որոշել էինք, որ պետք է ենթադրենք, իմ տարբերակն եմ ասում, ես իմ նա չեմ ասում։ Ես անվտանգության եւ հանձնան ծառայությունից մի քանի մարդկանց կհանձնարարեի, գիշերը կգնային այդ մեղսակցության, այդ բոլոր փաստերը գնային, դիմաց կդնեին, կասեն հրաժարականը սիրում, գրում ես բերեք եկեղեցու վերաբերյալ, փոշ չլինի լուսաբացին, որ մարդ էլ չլինի, սա մեր ազգի ներսի հարց է, սա մեր խնդիրն է ու վերջ ես դա կանեի,
Հիմա դա չեն արել, դա իրենց կարելի ասել ինչու չեք արել, իրենք որոշել են պատարագով, եկեղեցով եւ այլն։ Հիմա դա, բայց որ իշխանությունը պարտավոր է այս հարցը լուծելու, պարտավոր է, իրենք իրենց կոչ արեցին, չէ՞։ Եթե 20 անգամ կոչ չանեին, որ կարգավորվեք, եթե արել էին, բայց գիտեք ինչու չկարգավորվեցին, իմ կարծիքն ինչպիսին է։ Որտեղ հայերի մի ստվար զանգվածի մոտ մի սխալ, վտանգավոր հակապետական եւ հակազգայնական մտայնություն կա։ Նույնը կա նաեւ Մոսկվայից եկած օլիգարխների, որոնք փոսերի մեջ են ընկնում երկուսն էլ ռուսների դեմով կարա։ Այրենք ռուսական թիգունք ունեն։ Եթե լիներ եվրոպական պետություն Ռուսաստանի փոխարեն մեր հարաբերության այդ վիճակում, հաստատ կասեն գնի տղա ջան, մի հատ օրենքով տեսի, կարգով կանոնով հարցը լուծեք, չէին ասի այսպես, բայց նրանք հրահրում են։ Ուզում եմ ասել, որ այդ մեծ գործանում է Արցախն էլ այդպես, Արցախը հանձնողները առաջին հերթին, որոնք կամավոր բերեցին չզինելուն, կարգ ու կանոն պետություն չդարձնելուն, որտեղ իրենք ռուսական, իրենց հավի ուղեղով ռուսական հովանավորություն ունեն, Պուտինի դեմ ով կարա, պարզվեց, որ Պուտինի դեմ կարա ուկրաինական բանակը, Պուտինի դեմ չի Հայաստանի շահերը կարա պաշտպանի, այդ բառը ես չեմ սիրում ասել, եւ Թրամփն էր, որի մասին ասում էին, որ երկար ժամանակ չէ, որ Պուտինի գործակալն է, ես միշտ զավեշտ եմ ապրել, այդ էլ արեմուտ փախած KGB-ի գնդապետներն են, որոնք աշխատում են Լևերլուծապան, տեղավորել են, էլի դա ռուսական բնավորություն է, Պուտինի դեմ, հիմա գիտեք սանկցիաները այն վիճակում են, որ այդ Ռուսաստանը թփրտայել չի կարող ազատվել այդ բաներից, բայց հիմա Ռուսաստան թող իր տեղը մնա, իր գործն է, իր արագ գնացող անդանդաղ հանգումով, մենք պետք է հասկանանք, որ հայ ժողովրդի դեմ ոչ մեկը չի կարա։ Եվ եկեղեցականներն պիտի իմանա, որ իրենք հայաստանյաց եկեղեցի են, կնացեք ժողովրդից շփվեք եւ Նիկոլ անցնելու է, զուրտեղը տարապել պետք չի, բայց եկեղեցու ես բաները ուրիշ բան է, որ ինձ թվում է նստել են հաշվել են, որ այս հաշմանդամ վիճակով ընտրություններ գնալը ճիշտ չի, որտեղ այնտեղ կարող է ուրիշ բան լինել, այնտեղ կարող է վտանգավոր ինչ-որ բան։ Այո, ընդվզում է, բաց ինչ են անելու, սրանք Այս են սողացող հակահեղափոխություն։ Եվ հակահեղափոխություն, նույնիսկ ես ասեմ, այս Մարգարիտաների ասածով, սրանք ընտրությունների չեն ուզում գնան։ Այդ ռուսական սեգմենտը, նրանք ուզում են մինչև այդ խժդժություններ են ուզում, որտեղ բարձր որ ընտրություններն ջախջախվելու են, այդ փողը բանը մարդիկ ես շփվում եմ, կներեք այդ բառը ասում են թքեմ իրենց վրա էլ, իրենց փողի վրա էլ, որ ասում ես, կարող է փողով եք անելու։ Մենք պետք է հաշվի առնենք, կներեք բառի համար, հաշվի պետք է առնենք, որ մեր ժողովուրդը 44 օրյան չասեմ, գեհենով է անցել։ Կատաղի այս հայրենիք է պահել, պետություն է պահել եւ տեսել է ովքեր են պետություն ծախել, ովքեր են պետություն պահել իրականության մեջ։ Εμείς որ ինձ այդպես է թվում, որ իմ գիտելիքների չափով, որ այն ժողովուրդը, որ մենք ունենք, մենք եւս դրա մեջ են չենք ինչ որ պատերազմից առաջ ենք, հետո ենք եւ այլն։ Տարբեր է, εμείς որ մնացածն էլ իհարկե հեղափոխության, ասեմ պետականակիր հատվածը Հայաստանում եւ աշխարհում մեկ պետք է աշխատի եւ պահի պետության լույսը, որտեղ ըստ սահմանադրության, ըստ օրենքի եւ ազգային շահի ցանկացած պետություն պարտավոր է իր շահերը պաշտպանել։ Հիմա ինչու են, հիմա պետք է ասեք ինչու է միակողմանի։ Միակողմանի չէ։ Ոչ, ասեմ ինչու։ Պետությունը սահմանադրությունից վերև չգրած օրենք ունի։ Ամեն պետություն ունի Ռուսաստան, Ամերիկա, պետությունը ունի ուրեմն պետականության քաղաքական կենտրոն։ Կրկնեմ տերմինը, պետականության քաղաքական կենտրոն, որը սահմանադրությանն է հետևում, պարտավոր է բոլոր հարաբերությունները կարգավորման կարիք ունի։ Նախագահական հանրապետություններում նախագահներն են, վարչապետականներում վարչապետներն են եւ ուրեմն թագավորական եւ միապետականներում թագավորներ, իշխաններ, շեյխեր եւ այլն։ Կրկնեմ,
պետության քաղաքական կենտրոն, ինձ վստահաբար դուք հավատում եք եւ շատերը չեն, գուցե դուք եք չեք հավատում, դրա համար ես հղում եմ անում, չեք հավատում ինձ, կարդում եք Հեգելին։ Ուրեմն մենք քաղաքականությունը տգիտորեն եթե հասկանում ենք, ստացվում է ուրիշ բան, իսկ եթե այդ քաղաքական կենտրոնը չի ունենում, ուրեմն պետությունը փլուզվում է, պետությունն է ուզում փլուզել եւ վարչապետը պարտավոր է դրանք կարգավորելու։ Ես կուզենայի որ գնար եւ տեսներ թե ֆրանսիացիները զենքի մատակարարման իրենց պարտավորություններն ինչպես են կատարում եւ ինչ այլ ռեսուրսներ կան։ Մեզ առաջին հերթին զինվել է պետք։ Եվ այսպես մնացածը Ֆրանսիան է, մշակույթը, մեր բարեկամ պետությունն է եւ այլն, ես այստեղ օրինակ բերեմ։ Իհարկե մենք Կիլիկիայի շրջանը գիտենք ֆրանսիացիներն ինչ արեցին, բայց նաեւ պատմական ուրիշ նախադեպ կա, որի տոկոսը ես ենթադրում եմ մեզ է հասնում Ֆրանսիայի մեջ։ Ուրեմն հայտնի է, որ Գարիբալդին եւ Էմանուել թագավորը ուրեմն Իտալիան ազատագրեցին 51 ռեսորժիմենտոն, այն վերածննդի շարժումը Գարիբալդին, մեր անդրանիկը Գարիբալդին։ Եվ այդ շրջանում է ծնվել նաեւ իտալացի աղջկա երկը, որ մեր Չեքնաղ Նալբանդյանը Չեքնաղ ստեղծագործությանը վերածել, եթե դա այդպես է, էլ հիմա այսպես ասեմ։ Եվ Միացյալ Նահանգները։ Ուրեմն Իտալիան չէր ազատագրվի Ավստրո-Հունգարիայի ազդեցությունից եւ կրնկի տակից դուրս չեկա, ուզում է 10 Գարիբալդի լինել, եթե Ֆրանսիան թիկունք չկանգներ ազատ Իտալիային։ Ամեն ինչով կանգնեց եւ արեց։ Այս Միացյալ Նահանգները չէին դառնա Միացյալ Նահանգներ, Անգլիայից փոխվել ոչ մի շանս չունեին, եթե Ֆրանսիան ուրեմն թիկունք չկանգներ ազատության ամերիկյան իրձին։ Ես հույս ունեմ, որ Ֆրանսիան այդ իմաստով Հայաստանին թիկունք կանգնել է ու կանգնելու է, բայց պետք է խնդրել ինչ Ֆրանսիայից զենքի լավագույն նմուշների մատակարարում, տեխնոլոգիաներ, նաև միջուկային տեխնոլոգիաների ուրեմն խաղաղ եւ այլն, այսպես եւ այլն, եւ մշակույթ անշուշտ, ֆրանսիական մշակույթ, հենց որ ես ֆրանսիական մշակույթ եմ հիշում, ասում այսպեսի մի բան եմ հիշում, անմիջապես Դանիել Վարուժան, Սիամանտո, այսպես բոլոր ֆրանսիական մշակույթի ազդեցության տակ արևմտյան բանաստեղծական արվեստը երկինք բարձրացրել են, ինչը որ շքեղ է եւ քաղաքական միտք եւ այլն, որտեղ Ֆրանսիան է ազատության այդ բաներ հայրենիքը կամ տոն թվորներից մեկը։ Ուզում եմ ասել, որ ողջունելի է դա, նաեւ ասեմ նաեւ մի բան, որ ֆրանսիացիներն եմ իմանան։ Իհարկե ֆրանսիացիները այս տարիներին մենք երեք ժողովրդից հատկապես շնորհակալ պիտի լինենք հնդիկներից, ֆրանսիացիներից, ամերիկացիներից եւ ընդգծում եմ Միացյալ Նահանգների նախկին դեսպան Տիգին Թրեսիից անձնական։ Սրանք մեր ամենածանր վիճակում ռուսական խարդավանքի եւ ադրբեջանական գրոհի ճամփեն փակեցին եւ հասկացրին վերջ եւ ըստ էության Թրամփը նրանց գիզնը շարունակում է։ Հիմա բայց ասեմ մի բան, որ ֆրանսիացիները մեր հայրենագիստները երբեմն բարեկամաբար ասեն, ոչ թշնամաբար։ Ֆրանսիան իր պարտքն է տալիս Հայաստանին եւ հաջորդին ինչու 1918 թվականին ուրեմն բանի Բաքվի էպոպեայի տարիներին, որը հայտնի է սխալմամբ եւ տգիտորեն Բաքվի կոմունա, երբ Բաքվի ուրեմն ուղղությունը Հայաստան հայոց ազգային խորհրդի ղեկավարությամբ հայկական զորամասերն էին պաշտպանում եւ ուրեմն Ֆրանսիան գրեթե մազից էր կախված եւ գերմանական զենքի հաջողությունից 18 թվականի աշնանը պարտվել չբادرել ամռանը եւ Գերմանիան քանի որ բանակը տեղափոխել էր այդ տարիներին ռազմական տեխնիկայի վրա արդեն տանկեր եւ այլն էլի Սուզանավային եւ Գերմանիային անչափ շատ նավթ ու բենզին էր պետք որպեսզի դրանք շարժեն, նա չուներ, ռումինականը քիչ էր։ Այդ շրջանում էր, որ հայոց ազգային խորհրդի զորամասերը, այն չքնախ համազասներ, բաներ եւ այլն էլ, այսպես ուրեմն իսկական հայ զորամասերը ուրեմն պաշտպանեցին Բաքուն թուրքական արշավանքի դիմաց եւ չթողեցին, որ գերմանացիները մի լիտր նավթ տանեն
որպեսի բանակը յուղոտեն քշեն Փարիզի վրա եւ այդ իմաստով ասեմ այդ օրերն էին որ Փարիզից 60 կիլոմետր էին գտնվում կռուպի թնդանոթները եւ ուղիղ խփում էին Փարիզի կենտրոնին Էյֆելյան աշտարակի շրջանում եթե ունենային նավթ ասին բենզին քսուկ եւ այլն հաղթել էին ուրեմն այդ կոմունագոչվածը որը իրականում Բաքվի էպոպեան է բացառապես հայկական զինվորական ուժներ, որ Սարդարաբադից հետո կռվելով Բաքուն պաշտպանում էր եւ գերմանացիների թուրքական զորքին չթողեց շուտ մտնի Բաքու եւ գերմանական բանակը մնաց առանց նավթի Բաքվի եւ Գերմանիան ջախջախվեց Ֆրանսիան ազատագրվեց որի մասին ես նաեւ գիրք եմ գրել ուզում եմ ասել որ այսպես Ֆրանսիան ազնվորեն ինձ թվում է իրենք շատ լավ գիտեն որտեղ այնտեղ իրենց տեսփանն էր աշխատում գնդաբերդ Շարդինյան բարձր որ զեկուցել է եւ վստահ եմ որ Մակրոնը գիտի եւ մյուսները գիտեն ես ուզում եմ ասել այ փոխադարձ եղբայրություն էսպես է լինում Ֆրանսիան պարտքը վերադարձնում է իհարկե մենք պարտ չենք ուզում այլ համագործակցություն ենք ուզում այնպես որ ամեն ինչ նորմալ է Սրանց էլ ռուսական սեգմենտին ասել լսեք Ընդ հիշում եք մի պատգամավոր կար չասեմ անուն ասում էր դե մեկի տակը պետք է պարկենք են ռուսի տակն եք պարկում եթե շարունակում եք ուզում եք տակը պարկել գոնե Անգլիայի տակը պարկեք մենք Լոնդոն գնանք դուք էլ ընդ առևտուր կանեք ռուսներից ինչ եք ուզում եթե դա է բայց լավ կլինի հաջորդի տակը պարկեք Քամի ժողովրդան քամուն ու դրանց փողին չհավատակ ասեմ ինչու ամենատիպական իհարկե Սամվելի Արազդեի Ռուսաստանը ամենա հարուստ մարդը գալիս է դե ուր է գալիս գավառ է գալիս չէ բանից մետրոպոլիայից եւ անդնում է ուղիղ փոսը որտեվ Հայաստանը ռիսկանի իրեն ձերբակալ է Տգիտության գագաթը երբ որ Գերմանիան դառավ Գերմանիա որի գիտեք իմ հետա Գերմանիային Բիսմարկը պարտադրեց ասեց սկզբից դրոցից եւ ուսուցիչից են սկսում ես սրանք Դայգայի ուրեմն օրենքներն ու կարգերը բերել են ըստ ով կարա բան թե Պուտինը բան էս կոմենտովից է ինչ որ հայերեն էլ չես հասկանում ինչ են խոսում բան եւ դրա համար մի առաջարկել եղբայրել եք գնացեք ձեր երկիրները